Հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրապարակային խոսքում նման խոսույթը ինչու անընդունելի, որովհետև նաև հրահրում է ընդհանուր հասարակությունում լարվածություն եւ թշնամանք, որը արդեն դրսևորում է տարբեր եղանակներով, տարբեր ոլորտներում դպրոցից սկսած ըստ էության։ Ուստի հենց դրա համար ընդգծված ասում ենք, որ անընդունելի է ու նաև ընդգծում ենք, որ դա առաջին անգամը չէր ցավոք սրտի այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք նույն խոսույթը օգտագործել են, ինչը բացի նրանից, որ թշնամանք է հրահրում կամ ատելության խոսքի հիմք է տալիս, տարաբնույթ տարբեր մակարդակներում, այլ նաև իրականությանն էլ չի համապատասխանում ըստ էության։ Հայաստանի կառավարությունը ինքն էր միջազգային մակարդակում ջատագովում եւ պնդում, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ենթարկվել է էթնիկ զտման եւ այդ բռնի տեղահանությունը ու ժամանակավոր պաշտպանության տալը կառավարության կողմից հենց դրա ազդակն էր, այսինքն որ մարդիկ կամավոր չեն լքել իրենց երկրի տարածքը եւ հնարավորություն չեն ունեցել այնտեղ մնալու։ Պետք է ասել, որ Ադրբեջանը չի դադարում տարբեր մակարդակներում եւ իրենց ԵԼՄ-ների միջոցով եւ պաշտոնյաներ անձանց կողմից, այդ ու նաեւ միջազգային կազմակերպություններում անընդհատ ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, Արցախի բնակչությունը կամավոր է լքել տարածքը եւ հնարավորություն են ունեցել մնալու։ Ու ըստ էության նման մեղադրանք հնչեցնելով, այո, կրկին մենք խեղաթյուրում ենք իրականությունը եւ ցույց ենք տալիս, որ ըստ էության անձինք կարող էին մնալ։ Հայտարարությանը միացած կազմակերպությունները դրաներ են գնահատական տվել, գտնելով, որ քանի որ վարչապետը միշտ գործում է պաշտոն է, անկախ նրանից կիրակի օրը մետրո է նստում, թե իր աշխատասենյակում է գտնվում, հատկապես որ շրջապատված էր եւ անվտանգային աշխատակիցներով եւ այլն, եւ իր մեջքի յետևում, այսպես ասած, կանգնած է պետության ողջ հարկադրանքի մեխանիզմը ըստ էության, դա հատկապես երեխայի ներկայությամբ մենք գնահատել ենք այո որպես հոգեբանական բռնության դրսևորում։